եք առաջնային համարում, որ պետք է լուծվեն մեր երկրի համար։ Երկրի համար առաջերտն անվտանգություն, կրթության ոլորտը, ամենակարևոր ոլորտներն են։ Իսկ գյուղի համար։ Գյուղի համար ներկա պահին խմելու ջրի հարցն է, որ զբաղվում են, ոռոգման ջրի հարցը։ Դպրոցի հետ կապված պիտի շինարարություն իրականացվի, ինքը ընդգրկված է ուրեմն դպրոցը մինչև 300 այդ դպրոցները որ կան, մանկապարտեզների ցուցակը 300 դպրոցի ցանկում ընդգրկված է, ու առայժմ նախագծային process-ում է։ Պիտի վերանորոգեն այս մասնաշենքը ու նոր մասնաշենք է պիտի սարքվի դահլիճը։ Ջուր չունեք, ոչ մի բան ստես զբաղվելու տեղ չկա, ոչ մի բան չեք զբաղվում, չեք աշխատում, թոշակ չեք ստանում, նպաշ չեք ստանում։ Պետքրի համար չգիտեմ, բայց դե գյուղի սոցիալ-տնտեսական վիճակը շատ ահավոր վիճակում է գտնվում։ Շատ ահավոր։ Պատկերացնում եք, չենք զգում, որ կյանքը ոնց է կյանքը կանգ առել, ռիթմ չունի։ Այդպես։ Ոչ խմելու ջուր ունեմ, ոչ էլ ոռոգման ջուր ունեմ։ Ես էլ դպրոցում ջուր արտադրել կտրվել է։ Մի ժամ հազիվ են ջուր տալիս, երեխաները տուալետը դրսում են գնում։ Մենք վերադառնանք մեր տները Արցախ։ Այդ եմ ցանկանում ամենից շատը։ Գյուղի համար պետք է մեր մեծ խնդիրն է, որ մանկապարտեզ չկա, բուժքույր չկա։ Ես տեսնում եք իմ վիճակը, ամեն անգամ ես վատանում եմ, խնդիրներ ունեմ, մեծ կինա վատանում է, ոտքն է ցավում։ Ես որ ճիշտ ասեմ, նոր եմ եկել այստեղ բնակվելու Ղարաբաղից։ Հələ նոր եմ բանարել։ Ինչ խնդիրներ եք առաջնային նկատում, որ պետք է լուծվեն։ Ուզում ենք այս կենցաղատ տունը սարքվել։ Ամենակարևորը դա է։ Պաշտպանությունը։ Երկրի համար խաղաղություն է գնում, աշխատանքի դեպք չկա ճիշտ ասած, դեր ապրում աշխատելու չկա։ Աշխատատեղ է լինի, որ մեր երիտասարդները դուրս չկեն քինոստեղ ընդեղ, մեր գյուղը բարելավ է, մեր գյուղի երիտասարդները շատ են դուրս եկել քինացել ուրիշտեղ։ Մեր գյուղը մի գործատեղերի, մեր գյուղացիք աշխատել մնաստեղ, երիտասարդ ընտանիք եմ, ինձ 4 երեխա ունեմ, ամուսինս հետո հիմա արտերկրում աշխատանքի համար ուրիշտեղ աշխատում, որտեղ գործ չկա։